Դե օրվա ամենատակ թեման դա կապված է հայ բեռնափոխադրողների խնդրի հետ, որն առաջացել է Ռուսաստանում, եթե փաստացի ենք նայում։ Հիմա փորձենք հասկանալ մեր արտահանում ներմուծում ծավալների վրա դա ինչպիսի հետևանք կարող է ունենալ։ Ուրեմն սա եթե այդ Ասիանի խնդիր է։ Ուրեմն սա ընդհանուր գլոբալ ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության վրա, ասեմ ինչու, որովհետև մենք ունենք հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստան, որտեղ արտահանում ենք մեր հիմնական պատրաստի ապրանքները, ես չեմ խոսում այս բանի վերարտահանման մասին, փաստային է, որ մեր պատրաստի ապրանքների մեծ մասը, արտահանում ենք դեպի Ռուսաստան եւ հակառակը ներմուծում ենք կշարունակեք, չի լինում այնպես, չէ՞, որ մեր բեռնատարը դատարկ վերադառնում։ Չէ, ինքը գնում է այնտեղ, ասենք մեր ապրանքներով ցորենը բարձում, ցորենը հետ է բերում, իրականում ցորենը բեռնատարելով բերելը ամենաոչ արդյունավետ ձևն է, բայց այսպես թե այնպես մենք ստիպված ենք դա անել, որովհետև հիմնականում սրա պատճառը Վրաստանի կողմն է, շատ սահմանափակումներ է դնում այդ ուղղությամբ, ասեմ հիմնական խնդիրը որն է, որ մենք ունենք մեկ առևտրային գործընկեր եւ մեկ սահման, Լարսի սահմանը, որով մեր բեռները անցնում են, այսինքն դա մեր համար խեղդման կետ է առաջանում։ Իսկ Լարսի սահմանը համապատասխանաբար նաեւ քիչ անցողիկ է ձմռան ամիսներին եւ սա առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր, որոնց, այսինքն նույնիսկ մեր արտահանողները, ներմուծողները, իրանք ուզում են, որպեսզի բեռնատարները արագ այդ սահմանով անցնեն եւ շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում, որը այսպես ասած անդրադառնում է մեծ քանակությամբ մեր տնտեսության վրա։ Եվ այս, ասենք 90 օր սահմանաչափը, որ դրվել է, ել ավելի է մեծացնելու կոռուպցիոն ռիսկերը սահմանին, ասեմ, որ ճիշտ է մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք եւ որպես այդպեսին դե արդեն ազդակներ կան, ասում են կան դեպքեր, երբ հենց կոռուպցիոն ճանապարհով են։ Այո, շատ են այդ դեպքերը, օրինակի համար հուլիս ամսին արդեն մեծ աղմուկ բարձրացավ հեղուկ գազի վերաբերյալ, պարզվեց, որ հեղուկ գազը չեն անցնում Ռուսաստանից դեպի Հայաստան, մինչև մոտավորապես 12-ից 15,000 դոլար ֆուրի համար չվճարվի, եթե չեմ սխալվում, որը հետևյալ կերպով է կազմակերպվում, Երևանում այդ փողը փոխանցվում է, հետո Երևանում զանգում են Լարսի սահման, ասում են փողը փոխանցված է ու թողում են։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր լիտրի համար հեղուկ գազի մեր սպառողը վճարում է 10-ից 19 դրամ, այսինքն մենք վճարում ենք այդ տեսանկյունից կոռուպցիոն հարկ, ու ճիշտ է մենք կաշառքի փողը պետք է վճարի վերջնական սպառողը, ու ճիշտ է, ասենք մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք, որպես այդպիսին ապրանքները առանց մաքսատուրք պիտի գան Հայաստանի Հանրապետություն, բայց հարցը այն է, որ ավելի թանկ են գալիս Հայաստանի Հանրապետություն, քան Վրաստան, նույնն է բենզինը, ինչի համար ասենք 30%-ը մեր մոտ թանկ է, ամենաթանկն է, կամ այլ շրջանում է 300 կիլոմետրի հայց ժամանում։ Նույնն էլ ասենք կարելի է դա արտածել բենզինի վերաբերյալ, որտեղ կարելի է ասել, որ նույն տրամաբանությունը գործում է բենզինի համար ու մեր մոտ բենզինը թանկ է զուտ է նրա համար, որ մեր սպառողները էլի 11-ից 19 դրամ մենակ տալիս են կոռուպցիոն հարկ վրացի մասնագետներին, չակերտների մեջ։ Ու ասեմ, որ 2025 թվականի սկզբից ռուսական կողմը 2 անգամ սահմանին փոխել է մասնագետներին զուտ այդ նկատառումներով, որ էլի կոռուպցիա տեղ գործում է, ու սա, որ էլի 90 օր են սարքել 180 օրից, էլ ավելի մեծ ճնշում է գործադրելու մեր բեռնակիրների վրա, որ երկար չսպասեն, որտեղ կարող է 10 օր, 20 օր սպասեն, ասենք չհերիքին իրancs այդ ժամանակացած իրancs գործեր անեն։ Բայց 12 ամիս պետք է գնա գա, չէ՞, մի բանում։ Բացի այդ, պիտի հասցնի 90 օրում օգտվի ռուսական։ Այո, դա այդ խնդիրն էլ կա, այսինքն սա մեծացնում է ընդհանուր ճնշումները Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ պետք է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունում գները թանկ են համեմատաբար հարևան պետությունների, որովհետև այդ ապրանքների հիմնական, որոնք գնաճային են, առաջին հերթին ցորենը, երկրորդ հերթին բենզինը, էներգակիրները, որտեղ, ասենք, կոռուպցիոն ռիսկերով լի ճանապարհով են անցնում։ Մենք ունենք մի հիմնական ճանապարհ եւ ստեղ հիմնականում հենց վրացական կողմն է։ Խնդրում եմ, այս կետից կշարունակեք, քանի որ լուրը շատ թարմ է։ Այսօր Ղազախստանում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստան ներմուծման արգելքները հանվում են, այսինքն ապաշրջապակվում է Հայաստանը եւ առաջին օրինակ հենց ցորենի ներմուծումը կլինի երկաթ գծով Հայաստան։
Ուրեմն ես առաջին անգամ եմ լսում այդ լուրի մասին, չեմ այսօրվա կարող լիարժեք կոմենտեմ, ձեզանից եմ լսում, բայց ընդհանուր առմամբ այո, ինչքան զուտ տնտեսագիտական տեսանկյունից, ոչ թե տնտեսական անվտանգության տեսանկյունից, նրանք տարբեր բաներ են տնտեսական տեսանկյունից, ինչքան սահմանները բացն են, նույնն էլ ինչի համար է տվյալ կառավարությունը Չէ, որ ասում եք ռուսական ծորենը գալիս է Լարսով, եւ մենք այդ խնդիրներն ունենք։ Ինչի համար ենք, որտեղ մենք տեսեք 4 սահմանային հարևան պետություն ունենք, 4 սահմանային հարևան պետության հետ, առևտրաշրջանառության հետ խնդիր ունենք, ու միայն Թուրքիան ու Ադրբեջանը չի, որոնց հետ սահմանները փակ են։ Վրաստանի հետ խնդիր ունենք, որտեղ Վրաստանը ճիշտ է համաշխարհային ընդհանուր ազատ առևտրի համաձայնագրի մեջ են, երրորդ երկր առանց ծովի սահման երկրներին չխոչընդոտելու համաձայնագրի մեջ է, բայց իրականությունն այն է, որ այդ ամեն ինչ օրենսդրական չեն իմպլեմենտացնում Վրաստանի կողմը, մեզ խանգարում են, ասենք ավելի են դժվարացնում իրանց ծովի սահմանով օգտվել նավահանգիստներով մեր ծորենը արտահանել, ստիպված ենք լինում ել ավելի թանկ ճանապարհով ծորենը ներմուծել բեռնատարերով, բայց այդտեղ են խնդիրներ առաջացնում, Իրանի հետ էլի խնդիրներ ունենք, որտեղ այնտեղ ամեն ինչ սուբսիդավորվում է եւ մեր ապրանքը դժվարությամբ է հասնում Իրանի Իսլամական Հանրապետություն, այսինքն այլընտրանքային ուղիները գտնելը շատ օգտակար է եւ ճիշտ է, ասենք շատերը ասում են, որ սահմանների բացումը Թուրքիայի հետ մեր գյուղատնտեսությունը կոչնչացնի, բայց իրականությունն այն է, որ մեր գյուղատնտեսությունը արդեն իսկ ոչնչացված է վերջին 8 տարիների ընթացքում, գյուղատնտեսությունը, եթե նայենք հնայի աճի մեջ, ճիշտ է, հնայի աճը 18 թվականից մոտավորապես 40% կումուլյատիվ կա դրամով, սակայն հնայի մեջ գյուղատնտեսությունը -17% այս վերջին 7 տարիների ընթացքում անկում է ապրել եւ Որն է բուն պատճառը։ Հիմնական պատճառը դրամի արժևորումն է, մեր գյուղացին ավելի թանկ է ապրանքը ստանում, ավելի թանկ է եւ ավելի քրծունակությունը կորցնում է արտասահմանում ապրանքը, ուրիշներով է փոխանցում, այսինքն սա ավելի մեծ խնդիր է առաջացնում, ընդհանուր առմամբ ավելի էժան ապրանքը, թեկուզ Թուրքիայի տնտեսության պարզ վերջնական սպառողի համար լավ է, որտեղ ավելի էժան է առնում, սակայն գյուղատնտեսության համար վատ է, բայց այստեղ ոչ թե մենք պիտի մտածենք, որ այսպես ասած ապագայում պոմիդորներ ենք արտադրելու կամ կարտոֆիլ պարզապես, այլ բարձր ավելալ արժեք ունեցող ապրանք, օրինակի համար չգիտեմ, այնտեղ դա կարող է լինել ընկույզը, որ ավելի թանկ կարող ենք վաճառել, այստեղ կապ չունի գինը, ինչքան փոխարժեքը տատանվեց, կամ ծաղիկները, կամ այլ ապրանքները, ասենց ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն պիտի լինենք, որտեղ արդեն իսկ մեր գյուղատնտեսությունը արտասահմանում վեճ մրցունակ է զուտ փոխարժեքի արժևորման պատճառով, որտեղ առաջ Ռուսաստան, որ արտահանում ենք, փոխարժեքը 1 ռուբլին 6 դրամ էր, մենք ենթադրենք 1 խնձորը արտադրում ենք 6 դրամով գնում ենք, այնտեղ 1 ռուբլով ենք վաճառում, հիմա փոխարժեքը պայմանականորեն դարել է 4 դրամ 1 ռուբլին, հիմա մեր նույն խնձորը 6 դրամով արտադրում ենք, Ռուսաստանում 1.5 ռուբլիով ենք ստիպված վաճառում, այսինքն 50% ավելի թանկ է մրցունակությունը այսպես թե այնպես կորել է։ Հիմա այս խնդրի ավելի գլոբալ հետևանքը փորձենք հասկանալ, եթե Ասվածյանը այդպես ավարտի։ Բեռնափոխադրումները կարող են ապրանքային դեֆիցիտ ստեղծել։ Այս խնդիրը կարող է այդպեսին ստեղծել։ Կարող է հետո էլ բերել գնաճի մեր ներքին շուկայում։ Այո, որովհետև արդեն իսենց հասկանանք, որ ընդհանուր մեր մոտ գնաճը ոչ թե մոնետար բնույթին է, այսինքն ոչ այնքան դրամավարկային քաղաքականությունը կառավարման, երկու գործոնն են դրանք կառավարում։ Առաջինը դա, այսպես ասած, եղանակն է, երաշտ եղավ, բանը շուկայում լոլիկի քանակությունը քչացավ, գները բարձրանում են։ Դրա համար ենք մենք տեսնում համառը ոնց որ միրգը շատ է, գները իջնում են, ձմռանը միրգը քիչ է, պահանջարկը շատ է, գները բարձրացնում են։ Եվ երկրորդ հիմնականը, որը հիմնականում փորձում է կենտրոնական բանկը կառավարել, դա ներմուծող գնաճն է, այսինքն ներմուծող հիմնականում մեկ արտադրությունը մեր մոտ քիչ է, հիմնականում ցորենը բերում ենք, բենզինը բերում ենք, որոնք հիմնական գնաճային ազդակներն են, ինձ գինը եթե ցորենի եւ բենզինի բարձրանա, ավտոմատ տնտեսությունում ամեն ինչի գինը բարձրանում է։ Եվ այս տեսանկյունից, ասենք, հավելյալ օրը, որը, ասենք, բեռնատարը սպասում է Լարսի սահմանում, բերելու է ավելի մեծ գնաճային ռիսկի։ Հիմա կոնկրետ վերջին թանկացումը կապված բենզինի եւ դիզվառելիքի հետ ուներ կոնկրետ պատճառ։
Դե նորից ասեմ, որտեղ ինչը ստիպեց եթե խոսում ենք հեղուկ վառելիքի, շեշտակի պետք է համարել, չէ՞։ Եթե խոսում ենք հեղուկ վառելիքի մասին, որը էլի սեզոնային բարձրանում իջնում է, լարսի տանցողականության հետ կապված, հեղուկ վառելիքը հենց հունիս-հուլիս ամսվան 7-րդ ամսվան կտրուկ բարձրացավ եւ պատճառը հենց դա էր, այնտեղ աղմուկ բարձրացավ, բարձրացեց, որ մեծ կաշառք են տալիս սահմանին լարսի։ Նու կարելի է դա արտածել, հստակ տեղեկատվություն չկա այս պահին, բայց կարելի է դա արտածել։ Այո, Ռուսաստանի մեր շուկայի բենզինի 95%-ը Ռուսաստանի։ Այո, ունի իր բենզինի, որը նույնպես դրա հետ է կապված։ Դրա հետ է կապված էլ նույնպես, որովհետև Ռուսաստանը սահմանափակել է արտահանումը բենզինի այլ պետություններ, հիմնականում դիզվառելիքի, բայց սա չի տարածվում ԵԱՏՄ սահմանի պետությունների վրա, որով նաև Հայաստանի Հանրապետությունն է, բայց այսպես թե այնպես այդ սահմանափակումը բերել է ընդհանուր համաշխարհային բենզինի առաջարկի անկման, որ գինը բարձրացրել է նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ սա մենք այլ շուկաներից չեն կարող։ Տեսեք, մենք բենզինի 95%-ը բերում ենք Ռուսաստանի Դաշնությունից, 5%-ը Իրանից։ Ինչ վերաբերում է դիզվառելիքին, մոտավորապես 75-80%-ն ենք բերում Ռուսաստանից։ Բուլղարական շուկա։ Այո, բուլղարական շուկայից ենք այլ դիզվառելիքը բերում, Իրանից ենք այլ դիզվառելիքը բերում, բայց ավելի քիչ սահման չափերով եւ ավելի մասնագիտացված դիզվառելիք, այսինքն որ նախատեսված չէ մեքենաների համար, այլ ավելի ծանր տեխնիկայի համար, ինքնաթիռների համար է դա նախատեսված։ Վերջնական սպառողի համար հիմնականում Ռուսաստանից է գալիս եւ այստեղ հիմնականում այդ անցանելիությունն է, ճիշտ է, որտեղ մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք Ռուսաստանում 300 դրամա մոտավորապես միլիտր բենզին, նույնիսկ 250 դրամ էր, եթե ճիշտ եմ հիշում։ Վրաստան 440-ը, այդ եւ վերջին 300 կիլոմետրը գանցնում է, պրեմիումը դառնում է մեր մոտ 500-510։ Ու դժվար է վերջին 300 կիլոմետրի խնդիրը սա լինի, այսինքն այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, նաեւ որը քննարկեցինք մենք։ Բացի այդ հարց կառաջանա ինչ Իրանից չենք ներմուծում, որտեղ շատերը ասում են Իրանում լավ 15 դրամա, 30 դրամա, կոպեկներ են բենզինի, երկրորդ ամենացածր պետությունն է բենզինով։ Կասեմ, որ այնտեղ բենզինը սուբսիդավորվում է, այսինքն իրականում արտադրության գինը հետ չի, կառավարությունը այնտեղ բենզին ընդհանուր առմամբ իր ժողովրդի համար լավ սուբսիդավորում է։ Երկրորդը գեոպոլիտիկ եւ էլիտարանցիկության պատճառներ կան այստեղ, գեոպոլիտիկ պատճառներն այն են, որ տեսեք մեր գազի խողովակը կառավարվում է Ռուսաստանի միջոցով, որը ասենք Իրանից է գալիս գազ լույսի դիմաց, ինչու ոչ, ասենք այդ նույնը բենզինի տեսանկյունից կարող է կառավարվի, հետո ասենք բանը այդտեղ շուկայական կանոններ են նաև գործում, ասենք Իրանում նստած մարդիկ տեսնում են, որ շուկայում բենզինը վաճառվում է 500 դրամ, ինչու ավելի պակաս գնով մեզ պիտի բերեն վաճառեն, այսինքն բերում են ու ավելի մեծ օգուտ են ստանում, այսինքն այստեղ էլի մեր բենզինի գինը ոչ թե ներքին, այո, այստեղ մեր մոտ բենզինի ու նաև անցանելիության խնդիր կա, որտեղ այնտեղ ասենք այդ սահմանի վրա այդ լոգիստիկ խնդիրները լուծված չեն, ասենք օրենսդրական խնդիրները, պայմանավորվածություններ եւ այլն, որոնք ավելի բարդ է լուծել։ Ու շատերը կասեն, լավ, Վրաստանում ադրբեջանական բենզալցակայաններ են դրած, վրացիք ադրբեջանից են ներմուծում, դա այդպես չէ։ Վրացիք էլ նույնպես մեծ քանակությամբ իրենց բենզինը, եթե չեմ սխալվում, մի 75%-ը ներմուծում են Ռուսաստանի Դաշնությունից, հետո Բուլղարիայից, որտեղ տեղից ավելի մատչելի է, անկախ նրանից այնտեղ դրված են բանը ադրբեջանական բենզալցակայաններ, թե չէ, զուտ տնօրինում են այդ բենզինը եւ գալիս է հասնում է Հայաստանի Հանրապետություն, այսինքն այսպես թե այնպես ռուսական բենզինից ենք մենք օգտվում, այստեղ հարցը ոչ թե ներքին օլիգոպոլիկ համաձայնությունն է, որտեղ խաղացողների թիվը շուկայում շատացել է, այ հենց որտեղ ու սահմանին եթե գինն հաշվենք եւ մեր ներքին շուկայում նույն գինն է։